Իրանի նախագահի հայաստանյան այցի հայ-իրանական հարաբերությունների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ առավել մանրամասն ժամի տաղավարում կզրուցենք Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Բարև ձեզ։ Իրանի նախագահի այց տարածաշրջանային նշանակության այց է եւ ինչ եք կարծում, որոնք են գլխավոր ուղղությունները, որոնք երկուստեք առանցքային են եւ Իրանի համար եւ Հայաստանի համար։ Եվ հաջորդ հարցը լինելով այդ երկրում Իրանում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը, ինչ եք կարծում, ըստ ձեզ, ինչ են ակնկալում իրանցիները հայերից, Հայաստանից։ Նախ դուք այցը անվանեցիք տարածաշրջանային, այստեղ երկակի մոտեցում կարելի է ցուցաբերել։ Ձևաչափի իմաստով տարածաշրջանային էր, որովհետև Իրանի նախագահը հետագայում լինելու է Ղազախստանում եւ Ղրղստանում, բայց մի այլ տեսակետից ես կանվանեի տարածաշրջանային լուրջ նշանակության այց, հանդիպում, որովհետև քննարկվում էին խնդիրներ հանդիպման ժամանակ, հանդիպման օրակարգում կային այնպիսի հարցեր, որոնք տարածաշրջանային նշանակություն ունեն կամ կապված են տարածաշրջանային գործոնների եւ գործընթացների հետ այդ իմաստով։ Եվ ես կարծում եմ կարևոր այց էր, նախ գիտեք բարձր մակարդակի հանդիպումը, միշտ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը մեծ նշանակություն է ունենում, որովհետև կատարված աշխատանքը ամփոփելու ուրեմն նվաճված բնագծերը ճանաչելու, տեսնելու հնարավորություն է լինում եւ նոր խնդիրներ սահմանելու հնարավորություն, այդպիսին էլ եղավ այցը այդպիսին էր իսկապես։ Եվ ինչ եք կարծում, ինչ են իրանցիները ակնկալում մեզանից հայերից։ Եվ դուք մի հարց էլ տվեցիք, որտեղ շատ կարևոր է, ես ուզում եմ։ Առանցքային ուղղությունները որոնք են մեր հարաբերությունների։ Իհարկե, եթե մեծ բաժանում անենք, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն։ Ես ներողություն պետք է խնդրեմ, բայց տնտեսական բաղադրիչի վրա ուշադրություն եմ ուզում դարձնել։ Քաղաքականում կարծեք թե կնճռոտ խնդիրներ չունենք, բանավեճեր չունենք եւ դա չունենք 25 տարի շարունակ։ Տնտեսական խնդիրները եւ սահմանման նոր մոտեցումների եւ նոր լուծումների կարիք կա այստեղ իհարկե։ Առաջին խումբը հարցերի դրանք կոմունիկացիոն, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերն են, էներգետիկա, ճանապարհներ, երկաթուղի եւ այլ եւ այլ։ Բոլոր խնդիրները քննարկվել են եւ բոլորի վերաբերյալ երկու կողմերի տեսակետները հայտնի են։ Ռեսուրսները գնահատված են, կողմերը ինչ պարտականություններ են իրենց վրա վերցնում եւ որոնք են հեռանկարները։ Ուրեմն պետք է նաև խոսել երկկողմ առևտրի մասին, բավականաչափ ցածր է մակարդակը, եւ սա զարգացման լուրջ ռեսուրսներ կա։ Հաջորդը փոխադարձ ներդրումներն են, որ մերոնք կարողանան ներդրումներ կատարել Իրանում, Իրանի տնտեսության մեջ եւ իհարկե մեզ համար շատ կարեւոր է իրանական բիզնեսի ներկայությունը, այստեղ խոշոր բիզնեսի ներկայությունը։ Այդ բոլոր հարցերը քննարկվել են։ Պարոն Թումանյան, դուք խոսում եք տնտեսական գործակցության մասին եւ երկու երկրի նախագահներն էլ հենց այսօրվա հանդիպման շեշտը դնում են տնտեսական փոխգործակցության վրա եւ ակնկալում են առաջիկայում առևտրաշրջանառության ծավալը մեծացնել, հասցնել 1 միլիարդ դոլարի։ Ձեր կարծիքով որքանով է դա իրատեսական։ Ես կարծում եմ լիովին իրատեսական է եւ այնինչ մենք ունենք, հենց դա բավարար չի իսկապես։ Ես կարծում եմ առաջիկա տարիներին եռապատկելու հնարավորություն կա։ Իհարկե սահմանափակումներ կան, դժվարություններ կան, լուծելիք խնդիրներ կան։ Ստորագրված փաստաթղթերից մեկը իդեպ վերաբերում են մաքսային կարգավորումների։ Գիտեք բիզնեսի համար դա ինչքան կարևոր է երկու կողմերի համար։ Այսինքն դրանք պետք է կարգավորել, պետությունները անելիքներ ունեն։ Ուրեմն եւ առևտրի ծավալները մեծացնելու տեղ իսկապես կա, բայց ես ավելի կարևոր եմ համարում ներդրումները, մանավանդ համատեղ ներդրումները, համատեղ երկու հայկական եւ իրանական կապիտալի միացումը որևէ տարածքում կարող է լուրջ էֆեկտ տալ եւ մանավանդ նոր հնարավորություններ կան հիմա։ Պատժամիջոցների վերացումից հետո շատ էր խոսվում, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ Պարսից ծոցը Սև ծովին կապող հատվածում։ Որքանով է առարկայական արդեն այդ նախագիծը Ռոհանիի այցից հետո։ Նախ զուտ կոմունիկացիան հաղորդակցության իմաստով դուք գիտեք, որ Հայաստանը գտնվում է Պարսից ծոց, Սև ծով, ուրեմն կոմունիկացիոն միջանցքի վրա։ Պարսից ծոց, Իրան, Հայաստան, Վրաստան, Սև ծով, Եվրոպա։ Եվ երկաթգիծը այս պահին, ուրեմն, այսպես օրակարգային չի, որտեղ շատ մեծ ռեսուրսներ է պահանջում, իհարկե քաղաքական օրակարգի մեջ մնում է, բայց ավտոճանապարհով փոխադրումները անել լիովին իրատեսական է եւ նախագահը ուղղակի հայտարարեց, որ մի քանի տարուց մենք կունենանք հյուսիս-հարավ
ավտոմայրուղին Հայաստանի, որը կլինի բարձրակարգ եւ որը զուտ տևողության իմաստով երկու անգամ կնվազեցնի ժամանակը, որ ծախսում է ճանապարհի վրա եւ կլինի շատ ավելի բարձր որակի։ Շահեկան նաեւ երկու Այո, բոլորի համար։ Եվ իհարկե քաղաքական ուղղվածությունը չշրջանցելով Ղարաբաղյան հակամարտության թեմայի առնչությամբ Իրանի դիրքորոշումը կառուցողական է եւ Ռոհանին այսօր նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց իր դիրքորոշումը։ Ըստ ձեզ որքանով են համընկնում Իրանի եւ Հայաստանի շահերը հենց այս հարցում։ Ուրեմն մինչև ձեր այդ կարևոր հարցին պատասխանելը մի տնտեսական թեմայի մի կարևոր բան ուզում եմ ասել, եթե մենք կհասցնենք։ Շատ հակիրճ, որովհետև իսկապես ժամանակը սերվում է։ Ուրեմն մեր կառավարությունը արել եւ հիմա անում է եւ այսօրվա կառավարությունը հայտարարեց, իդեպ նաեւ վարչապետի հետ հանդիպում եղավ, որ մենք իրանցի ներդրողներին ընդունելու ենք պատշաճ կերպով, ուղեկցելու ենք պատշաճ կերպով, նրանց ամբողջ գործունեությունը հսկողության տակ, մոնիտորինգի տակ է լինելու, օգնելու ենք, աջակցելու ենք, սա շատ կարևոր ուղերձ էր, ինձ թվում է։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ես ասեմ, որ Իրանի վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Հայաստանի համար շահեկանը, մենք պետք է իրատեստ լինենք եւ ոչ թե մաքսիմալիստ, որովհետեւ նա լուրջ զսպող գործոն է տարածաշրջանում հավասարակշռության պահպանության իմաստով։ Երկու երկրների հակադրությունների այսպես դաշտում գտնվելով։ Շնորհակալություն, Մանյան։ Հիշեցնեմ Իրանի նախագահի Հայաստանյան այցի հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ մենք զրուցում էինք Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։